Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Իրավունք թերթը գրում է, ընդդիմադիր թևերից մեկը կրկին Բագրատ Սրբազանին հրապարակ է բերում։ Իհարկե իրենք էլ են գիտակցում, որ Սրբազան պայքարն ինքն իրեն սպառել է, սակայն հերթական անգամ ստավկա են դնում այն ձևաչափի վրա, որպեսզի ընդդիմադիր լայն զանգվածներին փողոց հանելու գործընթացը կարողանան նախապատրաստել, իսկ մինչ այդ մթնոլորտը տաք պահել։ Իսկ թե կազմակերպչական աշխատանքներից հետո Բագրատ Սրբազանում կփոխանցի հերթական շարժումն առաջնորդելու ջահը, կտեսնենք առաջիկայում։ Հրապարակորաթերթը գրում է, Գյումրու ընտրություններին իրենց Սարիկի հաղթանակի համար իշխանություններն ընտրական գործընթացների մեջ ներգրավել են նաև բանակը։ Ռազմական ոստիկանության պետ Շիրակցի Աշոտ Զաքարյանն անցած շաբաթ Գյումրիում հավաքել է զորամասերի ղեկավարներին եւ հրահանգել, որ զորքը պետք է ԿՊ թեկնածու Սարիկ Մինասյանի օգտին քվեարկի, վերահասկեն, որ հրահանգն անշեղորեն կատարվի։ Աշոտ Զաքարյանի սխոտկայից հետո հրամանատարներին պատիվ են տվել այդ գործն իր վրա է վերցրել Սուրեն Պապիկյանի հորեղբոր որդին, Գյումրու նախկին քաղաքապետ Արթուր Պապիկյանը։ Իրավունք թերթը գրում է, Գյումրու ԿՊ թիմը որքան էլ փորձում է ցույց տալ, թե կուռ է եւ ամուր, իրականում օր-օրի պառակտվում է։ Թիմի ներսում դժգոհությունները Սարիկին փիառելու հարցով ել ավելի է սրվում։ Ասում են, թե հատկապես լուրջ դեբոշ է սարքել ԿՊ-ական падգամավոր Կարեն Սարուխանյանը։ Ի նշան բողոքի ասել է, թե չի մասնակցելու քարոզարշավին։ Ըստ նույն աղբյուրի վերջինս բացեբաց հայտարարել է. «Ես փաս»։ Փաստորաթերթը գրում է, ինչպես փոխանցում են տեղի մեր աղբյուրները, Գյումրու հավաքանու արտահերթ ընտրություններին ընթരാճ գործող իշխանությունները ստի ու կեղծիքի միջոցով փորձում են ապա կողմնորոշել բնակչությանը, նաև կեղծ նարատիվներ են տարածում, որ եթե իշխանական թեկնածուին չընտրեն, ապա բազմաթիվ ծրագրեր չեն իրականացվի։ Ընդդիմադիր թեկնածուները դժգոհում են, որ իմաստավորի ԿՊ-ն սուբվենցիոն ծրագրերն այնքան է ձգձգել, որ դրանց իրականացումն այժմ կապում է քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի անվան հետ, տպավորություն ստեղծելով, թե այդ ամենն իրականացում է զուտ իրենց թեկնածուի շնորհիվ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, մարտի 15-ին Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում մասնակցեց Մետաղաձուլարանի բացման արարողությանը, որը Իլհամ Ալիևի պահանջով Երասխից տեղափոխվեց Արարատ։ Օրաթերթը տեղեկացավ, որ գործարանի տնօրենը, որը Փաշինյանին դիմավորեց արարողակարգի խախտումով, նախկինում դատապարտված է եղել։ Խոսքը Գրիգոր Տեր-Ղազարյանի մասին է, որը կոստյում հագնելու փողկապ կրելու փոխարեն ներկայացել էր ջինսե տաբատով։ Հավելենք, որ նա Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանի եղբոր Արմեն Սարգսյանի փեսան է, որը օրաթերթի տեղեկություններով նախկինում 2009 թվականին դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով, առանձնապես խոշոր չափերով խարդախություն։ Փաստորաթերթը գրում է, նախորդ 2 օրերին մի քանի անգամ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքեց հայկական ուժերի կողմից ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած ստերը։ Ավելին, Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելություն եւս փաստացի հերքել է Ադրբեջանի տարածած կեղծ լուրերը, հայտարարելով մարտի 16-ին եւ 17-ին Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը պարեկներ է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներ, իրավիճակը շարունակում է հանգիստ ու հանդարտ մնալ, որևէ անսովոր ակտիվություն չի նկատվել, ասվում է հաղորդագրության մեջ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիք-Բեկյանը երեկ մասնակցել են Փաշինյանի հոր անունը կրող ֆուտբոլային մրցաշարին, որը նվիրված էր Վովա Փաշինյանի 85-ամյակին։ Օրաթերթը տեղեկացավ, որ մրցաշարի եղինակը Տավուշին Նիկարմ ֆուտբոլային ակումբի տնօրեն Արմեն Խաչատրյանն է։ Հիշեցնենք, որ Նիկարմի տնօրեն Իջևանի մարզադաշտի նախկին ղեկավար Արմեն Խաչատրյանը եւ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիք-Բեկյանը իջևանցիներ են եւ Փաշինյանի հետ սերտ հարաբերությունների մեջ են։ Նրանք թերևս Փաշինյանին հաճոյանալու համար են կազմակերպել ֆուտբոլային մրցաշար վարչապետի հոր 85-ամյակին նվիրված։ Եվ Փաշինյանն էլ ընդունել է առաջարկը, մինչդեռ Փաշինյանի երջանկայի շատակ հայրը որևէ կապ չի ունեցել ֆուտբոլի հետ։